Ձինա ջան։ Ձինա։ Չկպնես ինձ։ Ձինա ջան։ Մոռացի ինձ։ Ինչ ես խոսում, աղջիկ ջան։ Դու էլ աղջիկ չունես։ Չունես։ Ախր, արևս։ Հանգստացի կյանքս։ Ես չեմ ուզում ոչ ոքի տեսնել, Արսեն, չեմ ուզում։ Չես ուզում, չես տեսնի, հանգստացի կյանքս։ Դու նորից մոռանում ես մեր երեխու մասին։ Ինձ համար մեծ ցավ է, որ իմ մաման ա տենց բան արել։ Իմ մաման։ Ես իրան չեմ կարող ներել երբեք։ Վերջ կյանքս։ Էլ ոչ մի բանի մասին չենք մտածում։ Կուզես քաղաքից դուրս գնանք, կամ երկրից, Նիցա, կամ Իսպանիա, որտեղ ուզես, մենակ ասա։ Չգիտեմ։ Կարանք բժշկի հետ խոսանք, եթե քեզ թույլ տա ինքնաթիռ նստես, ուրեմն կգնանք, տեղներ դու որոշի։ Դե կմտածենք։ Բժշկիդ համար ունես, Չէ, որ հիվանդանոցում էր, Արամյանց։ որ բժշկի հետ ես ուզում խոսեմ, հին բժշկի թե ես մեկի։ Չէ, այս մեկը ավելի լավն էր, ուշադիր էր ու հոգատար։ Ուրեմն ես իր հետ կխոսեմ։ Իսկ չես ուզում վեր կենաս մակնիկ։ Հիմա։ Վերկաց, թե չէ հիմա էլ ես չեմ տողնի, որ վեր կենաս։ Ու քեզ գերի կպարամ։ Անկողնում։ Այսինքն քեզ կբերգեմ, կծերանանք միասին։ Չես կարա։ Որի գրկել ուտելում կորում թչում։ Վայ, չէ, Արսեն, ես չեմ ուզում, որ մենք ստեղ ծերանանք ու մեր երեխեն էլ մեծ ծնվի։ Լավ, թռի հաց ուտենք։ Դե վերկաց։ Չէ, վերկաց։ Վայ։ Հա, բալես, դու հիմա հյուրանոցում ես? Լավ, դե որ գնաս գաս կզանգես։ Լավ, դեզ ոչ կլինես։ Ճաճելից բարի լույս։ Բարի լույս, Մարի։ Այդ լույսի հետ էիր խոսում։ Հա։ Ոնց է հասել։ Նորմալ, լավ է հասել։ Բա ինչքան ենք մնալու։ Մի քանի օր։ Հետաքրքիր մարդ է։ Մարդ էլ հասնի Անգլիա ու մի քանի օր մնա։ Թե ասա գնացել ես մնա էլի։ Մերի, Լյուսին գործով է գնացել։ Ու նենց չի, որ Լյուսին Անգլիան առաջին անգամ է տեսնում։ Դե հա, բան չասեցի,
Բայց ես որ գնամ, էլ ոչ էլ կգամ։ Այդ դու։ Բայց քանի որ դու Լուսին չես, Լուսիի փոխարեն մի խոսի, հասկացար։ Լավ, ճոճելիս, ես դուրս եմ գալիս։ Իսկ ուր ես գնում։ Գնում եմ ինձ աշխատանք փնտրելու։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Ինձ աշխատանք է պետք, ես պետք է աշխատեմ։ Դու ասացիր, որ ձյաձադամի հետ կխոսես, որ ես հոլդինգում աշխատեմ, բայց տենց էլ ոչ մի բան չարեցիր։ Կխոսեմ մի անհանգստացի։ Դու տեսար, թե մենք ինչերի միջով անցանք։ Դե հա, բայց հիմա ամեն ինչ լավ է, չէ՞։ Իհարկե լավ է։ Ձինան արդեն գտնվել է։ Դե լավ է, ես ուրախ եմ Արսենի համար։ Հայ միջալուց այսօր պիտի գնանք երեխեքի մոտ։ Ես էլ եմ ուզում գամ։ Չէ, դու տանը կմնաս։ Բայց ինչի ճոճելիս։ Ինձ հետաքրքիր է, ուզում եմ տեսնեմ ինչ տեսք ունեն այն աշխարհից հետ եկածները։ Մերի։ Ճոճելիս, կատակ եմ ունում։ Հաջորդ անգամ նման կատակներ մի արա, աղջիկ ջան։ Լավ։ Կյանքս ես ձվածեղ ես պատրաստում։ Իսկ հիշում ես առաջերը ոնց իմ համար ձվածեղ պատրաստեցիր։ Մեր հրաշք ձվածեղ։ Այն որ վառեցի։ Ինքն եմ խնդացել։ Իսկ ես քեզ գիտես ոնց էի ատում։ Շատ է իր ատում։ Հա, այնքան շատ, ինչքան որ հիմա սիրում եմ։ Ինչքան։ Կյանքս ոնց բան է վառվում։ Ձվածեղը։ Արսեն։ Դամբոլիկ։ Ես էլի պիցայի հույսի մնացի։ Այս անգամ դու ինչ շեղեցիր։ Հիմա քեզ ոնց պատժեմ։ Հա։ Կպատժես։ Մտածում եմ ոնց պատժեմ։ Սիրելով պատժեմ, թե պատժելով սիրեմ։ Սիրելով սիրի։ Կմտածեմ։ Բա իմ տղան ինչ է ուզում։ Իսկ եթե աղջիկ լինի։ Շատ կուզենայի, որ աղջիկ լինի։ Լուրջ։ Մոր նման գեղեցկուի։ Կյանքս։ Էլի վառացի հոտա գալիս։ Վայ հորս սարև։ Չէ, Արսեն։ Այս հիմա ինչ անեմ։ Ես որ աշկից դրսում եք նախաճաշելու։
Մեր ձինան։ Մերի։ Ես դուրս եմ գալիս։ Հա, ես էլ։ Դուրը կփակես, զգույշ կլինես։ Այս հակնեմ թե ես։ Արթուրիկ բռնվի գալիս եմ։ Հաստատես։ Զբաղված ես, պապ։ Յա, Արման ջան, արի տղա ջան, ինչ անենք զբաղված եմ, արի նստի։ Ոնց ես տղա ջան։ Նորմալ, պապ։ Ասում ես այսօր ինչ անենք։ Այսօր մենք գնում ենք Արսենենց տուն։ Թե ցող գոնե մի երկու օր անցներ նոր։ Ինչի։ Նոր են իրար տեսի, պապ։ Ամուսիններ են կարոտած կլեն, մի քիչ կարոտները կառնային նոր։ Չէ, ես ու Էլիզը ուզում ենք Լինային տեսնելու։ Լավ, դե ես էլ զանգեմ Արսենին, եթե դեմ չի, մենք էլ կմիանանք, միասին կգնանք։ Ասում եմ լավ առիթ է, մի հատ չհավաքվենք իրար գլխի, ռեստորանում ասեմ թող սեղան դնեն։ Չէ, պապ, չեմ կարծում, այդքան էլ հաջող միտք չի։ Ձինան նոր է հիվանդանոցից դուրս եկել, մեղք այդ աղջիկը, ամել այդքան ստրես ապրեց։ Մյուս կողմից էլ Լյուսին էլ ստեղ չի։ Լուսին հայտնի չի, թե երբ կգա։ Կարող է շատ երկար տևի։ Դե իրան ասել են, որ մի շաբաթվա մեջ կարող է այդ քննությունը անցնել։ Լավագույն դեպքում մի շաբաթից նոր ստեղ կլինի, հա։ Հա, ինչի համար ես հարցնում։ Դե որ ճիշտ ասեմ, մի երկու գործ ունեմ անելու։ Եթե Լուսին պետքա մի շաբաթից նոր գա, ուրեմն ստիպված պետք է լինեմ աշխատող ժամանակավոր վերցնեմ։ Բայց լավ է թե չէ։ Ամենակարևորն ուզում հասկանամ, թե Լուսի ու Դավիթի հարաբերություններն ինչ առնելու։ Ճիշտ ասած ես էլ չեմ հասկանում, բայց դե այդ իրանց գործն է, իրանք ձեն չեն անում։ Մի քիչ արդեն անհանգստանում եմ։ Չի։ Դե մաման։ Մեկ էլ մտնի խառնվի ու վերջում ինչ-որ խնդիրներ առաջացնի։ Չի խառնի, ինքը խոսք ա տվել, որ չի խառնելու։ Ու դու հավատում ես։ Հա, հավատում եմ, որովհետև իրոք չխառնվեց, բայց այդ չխառնվելը ինձ անհանգստացնում է, էլի, դրանից վախենում եմ։ Այդ տեսնում ես, պապ, դու էլ վստահ չես, մաման է։ Մեկ էլ այդ ամենավերջի պահին հայտնվի ու ամեն ինչ խառնի իրար։ Բայց գիտես, Դավիթին հավանում եմ։ Հա, ես էլ եմ Դավիթին հավանում, վատ տղա չի։ Բայց դեպի սպասենք, տեսնենք իրանք ինչ են որոշում, էլի։ Դե լավ, Աստված առաջ տեսնենք։ Լսի, դու քեզնից ասա, հա, քո գործերը ոնց են։ Նորմալ, պապ ջան։ Հետաքրքիր մարդիկ եք, այդ երեխուն կարոտում եմ, գիտես։ Ասում եմ լավ կլներ, մեր տանը ապրեիք, այդ երեխան մեր աչքի առաջ մեծանար։ Դու երբ ուզում ես հանգիստ կարող ես գալ իմ տուն ու թորանը տեսնել։ Չէ, ես այդ չեմ ասում։ Պարզապես ուզում եմ ասել, որ այդ երեխան մեզ մոտ ա լինում, ես մի տեսակ լավ եմ զգում, ոնց որ ամեն ինչից կտրվեմ, թեթևանում եմ, մանավանդ, որ այդ երեխուն գրկում եմ։ Ցավոտ տանեմ, ես քեզ խոստանում եմ ամեն օր երեխուն կբերեմ քո տուն։ Արման ջան, բերելով չէ, պարզապես պետք է տանդ միշտ փոքր երեխեք լինեն, բակում վազեն։ Մի խոսքով ես այն կարծիքին եմ, որ տանը փոքր երեխա չկա, այդ տունը տուն չի։ Էդ էլ կլինի, պապ ջան։ Հեսա մի քանի ամսից Արսենը երեխա կունենա։ Լուսին էլ Աստված առաջ հեսա ամուսնացնենք։ Արսենը պապայա դառնալու։ Սարապ, իսկ ինչ է ժամերով փակվել, ստեղ ու դուրս չես գալիս։ Արևս Մարկը մի քիչ անհանգիստ է։ Իսկ կարանք այսօր այգի գնանք։ Այսօր հիմա
Մի քիչ հետո։ Գնանք։ Իսկ չեն կարա կարուսել գնանք։ Ոնց որ անցած անգամ հիշում ես։ Արևս պետք է Արմանին հարցնենք։ Իսկ չլինի հիմա զանգես հարցնես, ես շատ եմ ուզում կարուսել գնամ։ Միլենա, իսկ կլինի մի ուրիշ օր գնանք։ Ուրիշ օր։ Բայց ինչի։ Արևս ճիշտն ասած այսօր այդքան էլ հարմար չէ։ Ամեն օր նույն բանն ես ասում։ Ես տունը ձանձրանում եմ, մանկատանը ավելի լավ էր։ Միլենա, Ստեղ մենակ կարդում եմ, ինձ մանկատուն տար։ դու քեզ արդեն շատ տգեղ ես պահում։ Ինձ մանկատուն տար։ Էլ չկրկնեմ։ Ես ուզում եմ մանկատուն գնամ։ Դու ինձ առաջ սիրում ես, իսկ հիմա չէ, ուզում եմ մանկատուն գնամ։ Բարև ձեզ։ Տիկին իգյաց ես լավ եք զգում։ Տիկին Լիլիա, ես կարող եմ այսօր մի փոքր շուտ դուրս գալ։ Գնա։ Ուղղակի պայմանավորված եմ։ Աղջիկ ջան, ասեցի գնա։ Ինչ ես սարել։ Ինչ ես սարել։ Պարզ հայերենով չեմ ասում, վերկաց իրերդ հավաքի, գնա։ Դու էլ գնա։ Բոլորդ գնացեք, այդտեղով կա։ Հավաքվեք ու դուրս գնացեք։ Արագ, որ մի րոպեից աչքս ոչ ոքի չտեսին։ Գնացեք այստեղից, մնացել եք ու մեկ պետք։ Արսեն ես ինչ վառացի հոտա գալիս։ Ես ոնց հասկանում եմ, սա հենց հետո մեր տնից վառածի հոտա գալու, չէ։ Որ դու ինձ չկպնես, չի վառվի։ Լավ ես մտածել։ Չէ։ Հիմա կպնում, թե չէ։ Չգիտեմ։ Տաղավում կեսել է գիտես ինչ ես անում։
քեզ չեմ ապրի։ Ես էլ։ Հիմա քեզ ավելի շատ եմ սիրում։ Էլ բար չասես։ Փաստերով ձինա, փաստերով։ Լավ մնաց։ Չեք կարում արագ աշխատեք։ 2 րոպեից գալիս են այդ մարդիկ։ Շուտ։ Արծո՞ւր։ Դու կարող ես փոքր ժամանակ դեբիլի արագացրած կուրսեր ես անցել։ Բայց ինչի՞ց վիրավորում։ Ուրախ չես, որ ինձ տեսնում ես։ Եթե հաշվի առնենք, որ շաքարը անբուժելի հիվանդություն է, ուրեմն չէ, որովհետև չեմ ուզում ջահել շաքար ստանամ։ Ինչի դու այդքան վախկոտ ես։ Այդքան թույլ տղամարդ ես։ Չէ, թույլ չեմ, ուղղակի այդ ձեներին սովոր չեմ։ Հələ որ ջունգլիներում ապրենք, ինչ որ միտեղ է, բայց սա ցիվիլ ռեստորան է, հարիր չի։ Դե լավ, սարքեցիր ես իմ ինչ։ Ինձ թվում էր ուրախ կլինես, որ ինձ տեսնես։ Այ հա, չես տենում ինչ ուրախ եմ։ Իզրել եկա, հա։ Սպասի, որ։ Գնում եմ։ Ուր ես գնում։ Եթե ինչ որտեղ ինձ ուրախ չեն տեսնել, ես չեմ մնում։ Լավ թարգի։ Արթուր, մենք քանի օր չենք հանդիպել։ Ու շատ կարոտել եմ քեզ։ Այնքան ես կարոտել, ինչքան ես քեզ, չէ՞։ Չգիտեմ դու ոնց, բայց ես մեր հանդիպմանը շատ շուտվանից սպասում եմ։ Նստի։ Չեմ նստելու։ Ինչի։ Ուզում եմ համոզես ինձ։ Չի ստացվի։ Ինչի։ Դե որովհետև ես չեմ կարող համոզեմ, ես առաջարկում եմ, ընդունողն ես դու։ Բարև ձեզ։ Բարև։ Ես մարդ չկա։ Ինչի ես մարդ չեմ։ Ես վարսավիրներից նկատի ունեմ։ Չէ, ոչ ոք չկա։ Բայց ես պայմանավորված էի։ Հիմա ոչ ոք չկա։ Պես հիմա ինչ պիտի անեմ։ Իսկ ինչ եք ուզում։ Պիտի կտրեի ու ֆենեի։ Նստեք։ Բայց դուք կարող եք։ Իհարկե կարող եմ։ Ես ամեն ինչ կարող եմ։ Կանչեք քորիկին, հա։ Միլենա։ 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 Սար։
Սարա։ Սամովոպեկ, տղա։ Ոյ ծով է տանում, պապայի, չլացես։ Ջան արքա։ Ջան ծով է տանում, ջան արաշկ։ Սարա։ Միլենա։ Պարոն Դավթյան։ Հա, Դավիթ ջան, արի։ Ներս արի։ Պարոն Դավթյան, ես ուզում եմ ձեզ հետ խոսել։ Հա, խոսենք Դավիթ ջան, նստի խոսենք։ Չէ, լավ է, ասնես։ Դե ասա։ Բայց եթե հարմար չի, ուզում եք թողենք հետո գամ։ Չի շատ էլ հարմար է, ասա Դավիթ ջան, տեսնում ինչ է եղել։ Պարոն Դավթյան, ես ուզում եմ Լուսիի գալ օրը ընտանիքիս հետ գալ Լուսի ձեռքը խնդրելու։ Ինչ։ Հա, ուզում եմ Լուսիին անակնկալ անել այդ օրով։ Ինչի՞ չես պատասխանում։ Հա, Լիլիթ։ Արսեն, պրիվետ։ Բարև։ Ես ձեր տան մոտ եմ, դուրս կգաս։ Արսեն, Ես հեսա կգամ։ բան ա եղել։ Չէ, Այդ տեսակ լարվեցիր։ չկա տենց բան։ Տեղ ես գնում։ Չէ, ես հեսա կգամ։ Դա այդ ձևով ուզում եմ Լուսին անակնկալ անել, եթե իհարկե դեմ չեք։ Դե ես բան չունեմ ասելու, պարզապես անակնկալի եկա, չէի պատկերացնում, որ դու Լուսին քան արագ որոշում կկայացնեք։ Դե ուղղակի չեմ կարծում, որ ձգելն իմաստ ունի։ Դե եթե դուք որոշել եք դա ձեր երկուսի խնդիրն է։ Մենք իրար սիրում ենք ու մի օր շուտ ուզում ենք միասին լինել։ Իսկ Լուսին էլ է այդպես մտածում ոնց որ դու։ Հա, պարոն Դավթյան։ Դե այդ դեպքում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, կարող եք գալ։ Դե ուրեմն հենց Լուսին գա, մենք կգանք ձեր տուն Լուսի ձեռքը խնդրելու։ Լավ։ Շնորհակալ եմ։ Լուսին նշանվում է։ Արսենն ու Արմանն արդեն ամուսնացել են։ Իմ երեխեքն արդեն իրենց ընտանիքներն ունեն։ Միլենա։ Սիրտս կանգնեցել, նման բան չանես։ Ինձ մանկատուն տար։ Անուշս, ախր ինչի ես նեղանում։ Ես էլ չեմ ուզում քո տանը մնալ։ Ինձ դուր չի գալիս։ Դու ինձ չես սիրում։ Դուք ինձ չեք սիրում։ Արևս, մենք քեզ շատ ենք սիրում։ Ես էլ Արմանն էլ։ Բա ինչի ինձ չեք տանում ոչ մի տեղ։ Ես էլ եմ ուզում գնալ կարուսել, սրճարան, այգի։ Միլենա, իմ աղջիկ, ես հասկանում եմ, բայց Մարկը շատ փոքր է։ Պետք է մի քիչ համբերես, որ ինքն էլ մեծանա։ Բայց ես ձանձրանում եմ, Արմանը մենակ հարցնում է, կարդացել ես։
Ախր Արմանը քեզ շատ է սիրում։ Չի սիրում, ոչ դու ես սիրում, ոչ Արմանը, դուք մենակ Մարկին եք սիրում։ Մարկը, Միլենա, արի գնանք, Մարկը մենակ է տանը։ Չէ, դու գնա։ Միլենա, վեր կաց գնանք, Մարկը մենակ է տանը։ Չեմ գալիս։ Միլենա, հենց հիմա վեր կաց, հերիքա կամակորություն անես, արի։ Միլենա։ Պաստորան լավ էլ գտաս է ձեր տունը։ Լիլիթ ջան, չեմ կարծում, որ հիմա հարմար պահա քեզ ներս հրավիրեմ, գնալես։ Արի կլինի, Լիլիթի մասին հիմա չխոսենք։ Իսկ Լիլիթը ինչի համար է այս ամենն արել։ Ասես, որ ուրախ է, որ քեզ գտել եմ։ Ոնց, մենակ ես։ Հա, մենակ եմ։ Բա կարող է գամ մոտդ։ Ինչի դու այդքան ռիսկ ունես։ Ինչի դու կասկածում ես։ Ոչ թե կասկածում եմ, այլ վստահ եմ։ Արսենս քեզ շատ է սիրում Զինա։ Շատ։ Ուղղակի ես դա ուշ հասկացա բալես։ Ցավոք սրտի շատ ուշ։ Արթուր, հիմա որ ճոճերի զգա ես ասելու եմ, որ դու եկել ես, մոռացել ես գնալու մասին։ Իսկ քանի որ ես սուտ խոսալ չգիտեմ, դրա համար կասեմ, նենց ոնց եղել է, այ մնացածը քո խնդրեմն է։ Արթուր, գժվել ես գնա։ Չեմ գնում, ասեցի։ Արման, ես ուղղակի Միլենային էի փնտրում։ Պարզ է ամեն ինչ։ Ինչն է պարզ։ Այն որ Մարկի համար ես դայակ կվարձեմ։ Ինչ։